Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերի աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինայի նախագիծը եւ ես մեծագույն սիրով այսօր լավ տրամադրությամբ ուզում եմ իմ էներգիա ջերմությունը փոխանցել հեռուստաէկրաններից այն կողմ նաեւ հյուրիս օգնությամբ բայց ըստ ֆորմատի շնորհավորում օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով առողջ լավ մարդկանց շրջապատում աստծօրհնությամբ եւ իհարկե մեզ հետ 21 TV-ի հետ հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ ասեմ որ տեսահոլովակի հերոս երգիչ սիմպաթիչնի տաղանդավոր ընկերս Ռոպե Նրանց կլինի մեզ մոտ տաղավարում ու մասնա խոսքը կիմանաք հենց հիմա Սիրո գրկում, աշխարհն եմ ես գրկում, երազում ապրում, նորից սավառնում, ու տանում եմ քեզ, ինձ հետ իմ սեր, դու տալիս ես ինձ, թռիչքի թևեր, քո սիրո գրկում, Սիրտը սիրուց չի բողոքում Քո սիրո գրկում Սիրում եմ ես ինձ Քո սիրո գրկում Հավատում նորից Որ սերը իսկակա Գալիս է վերևից Եթե ես փորձեմ Չգովել քեզ Հեքիաթս իսկական Կդարձնեմ կրքեզ Ախր ոնց չասեմ Որ սիրում եմ քեզ Սիրելու համար Ուզում եմ հենց քեզ Քո սիրո գրկում Սիրտը սիրուց Չի բողոքում Քո սիրո գրկում Սիրում եմ ես ինձ Քո սիրո գրկում Հավատում նորից Որ սերը իսկակա Գալիս է վերևից Ասում են սիրտը Չի բուժվում երբեք Ասում եմ հեքիաթ Չեք ապրել երբեք Սիրո շուրջը դու Զգացեք երգեք Խավարի միջից Ձեր սերը պերկեք Հավատում նորից Որ սերը իսկակա Գալիս է վերևից Ախր ոնց չասեմ Որ իմ ուրիշն ես Ես վստահ եմ, որ այս երգչի գործունեությունը նախընտրող եւ սիրող գնահատողներ ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են եւ հասկացել են, որ ինձ մոտ տաղավարում է իմ տաղանդավոր ընկեր Վարդան Խաչատրյանը։ Վարդ ջան, ողջույն։ Привет, Զին ջան։ Ոնց ես։ Հրաշալի, շատ լավ, շատ սիրուն լավ տրամադրությամբ ու դե քո հետ ոնց է լինում։ Մենակ ուրախ է լինում, էլի դեռ ուրիշ։ Տեսքդ շատ լավ է։ Շնորհակալ եմ, դու էլ ինչպես միշտ փայլում ես։ Կովանք մի քիչ մեծ։ Դե չէ, ինչպես ես անկեղծ եմ ասում, ուղղակի խոսքը։ Ես էլ։ Բայց մի բնավորության գիծ կա, որ հասկանում եմ շատ լավն է, որ համեստ, հանգիստ, մենք մեր գործն ենք անում։ Վարդան, բայց դու գիտես, որ ունեք Ակոպովն է, էլի։ Ես մի պահ չեմ տեսնում, որ դուք նորություն եք, ինչի՞ չեք արձագանքում։ Այդ համեստության հետ է կապված, թե ոնց։
Չէ, ես գիտեմ, որ դու քեզ ինչ պետք է նկատում ես։ Հա, անգես սպասում եմ իմ հերթին։ Հա, ամենայն անկեղծությամբ, ամեն տենց բաց թողումներ չենք էլ ունեցել, պրինցիպի էլի, տենց։ Դե ունեք ես որ տեսա մեր ընկերներ ինչպես միշտ են ադաթը պահում են ավանդական որ բոլորը գրում են նախ սկզբից coming soon-ն են ցույց տալիս։ Հետո բոլորի ստորիներում արդեն երևում է որ գրում են շնորհավոր աղբերս, այդ նշանակում է որ արդեն ծնվել է։ Հա, ծնվել է։ Իրականում այդ coming soon-ների հետ կապված տենց մասնագիտական ստեղծագործական որոշում ունենք, մի անգամից գալիս ենք պրեմիերայով։ Հա լավ է այդտենց։ Այդ չգիտեմ, այդ տեսակա մեր գործունեության ձևը, հա, տենց ենք անում, բայց դրա համար երևի ինչ որ մի պահի տեղեկացված չես եղել, մի անգամից տեսել ես։ Դե ես պաշտում եմ, երբ որ նայում եմ քո համերգայինները, էլի, եթե անկեղծ, որտեվ ես սիրում եմ այդ էմոցիադ որ ցույց ես տալ, այդ, չգիտեմ, ձայնային տեմբրը։ Միջև բուն թեմային անցնելը չգիտեմ, ես քեզ ուղարկել եմ, դու տեսել ես, թե լսել ես, ինձ մոտ տաղավարում էր իմ Սոնան, Սարգիսյան Սոնան, եւ մենք բնականաբար թեմա ունեցանք Արա Մարտիրոսյանի մասին խոսալու, դրա հետ մեկտեղ ինձ ոնց որ մեկը ասեր Սոնայի շփվի նաեւ Վարդանի թեման, դու տեսել ես այդ թողարկումը։ Անկեղծ կներես չեզին, որովհետև զբաղված եմ համերգով ու այս պրեմիերայով։ Շատ լավ։ Նաև իմ բաց թողումն է, ես այդքան հատվածը պետք է կտրեի եւ ստորիան է, որպեսզի դա դու նկատի, դու վստահ մտքովդ չեր անցնի։ Կարա տենց։ Եվ բնականաբար մենք շփվելուց Սոնայդ խոսեցինք այդ թեման, որ հիմա շատերը, չգիտեմ ինչի ու այն որ Վարդանից են առնում Արայի կարոտը, թե ձայնի առումով, թե չգիտեմ ինչ, մի խոսքով, բայց օրինակ հասկացող ականջը Սոնան մի անգամից ասաց, ես գիտեմ, ես լսել եմ, ինձ ասել են, բայց ինքը ուրիշ է, իր ձայնը ուրիշ է, իր տեմբրը լրիվ որ մի քիչ լավ լսեք, Վարդանը լրիվ ուրիշ տարբերակ է, Արան լրիվ ուրիշ է, այսինքն այնպես որ Սոնան լսել է քեզ, այդ հաշվի առ, հա, այդ արդեն լավ բան է։ Ախ, այդ կարծիքի համար շնորհակալ եմ, իհարկե, դրանք տարբեր բևեռներ են, իրականում համեմատելու չի ընդհանրապես մայստրոն իր դիրքով, ձևով, ձայնային տվյալներով, ես իմ տվյալներով, բայց այդ լավ կարծիքի համար շնորհակալ եմ, հաճելի է, որովհետև ասպարեզում ստեղծագործող ու գործունեություն ծավալող ու որակով արտիստները, երբ որ խոսում են քո մասին ու խոսում են դրականով, ես միայն շնորհակալ եմ ու կարևոր է այդ ինձ համար։ Շատ լավ։ Պարտավորեցնող եմ տեսակի դա։ Միանշանակ, որովհետև եթե ինչ որ կերպ քեզանից որակյալ բան են ակնկալում, դու իրավունք չունես էլ արդեն այդտեղ շեղվելու, չնայած իմ նախասիրություններն էլ ըստ իս այդ որակյալ գործունեության մասին է, բայց մարդ ես հնարավոր որ աֆեկտի տակ դու էլ չես հասկանում ինչ ես անում բայի տակ, բայց ուրախ եմ որ նման կարծիք ու տպավորություն կա իմ ստեղծածի վերաբերյալ։ Շատ լավ, եւ այս թեման ամփոփելու համար ասեմ, որ մի որոշ ժամանակ անց ես ունենալու եմ մի հատ թեմա, մի քանի օր շարունակ տոնալու եմ տոնը շնորհավոր ծրագրի ծնունդը եւ եթերում եւ այն ռեստորանային համալիրում որ պատրաստվում հունիսի 1-ից ամենուր տոնալու եմ որ ասում 7 օր չի հանդիսանում եւ այդտեղ իմ ցանկությամբ նախընտրությամբ ծնվելու են տեղում դուետներ ես շատ դուետներ արդեն մտածել եմ որ անակնկալի են գալու բայց ձերը պետք է բարձրացնեմ ես որոշել եմ որ այդ ծննդյան օրը ինձ մոտ տաղավարում չէ ինձ մոտ այդ համալիրում կենթանի հնչողությամբ լինի Սոնան եւ լինի Վարդանը եւ ես խնդրել եմ դուք տեղում դուետ կազմեք եւ երգեք այն երգերից մեկը որը երգել է Սոնան Արայի հետ ես գիտեմ որ դա կանես դու ուղղակի այն ֆանատների համար ովքեր որ գտնում են քո մեջ ինչ որ մի քիչ Արայի ասա հա ասում եմ հա վերջացավ թեման փակվեց հիմա անցնում ենք մեր բուն թեմային երբ որ հետևում եմ աչքիս առաջ անհնար չէ որ մի հատ վիդեո ես նայում մեկ էլ մի անգամից ոնց կոմենտ է գալիս ես հասկանում եմ որ ֆանատկեքդ փրթում են իրաց այն որ նաև առանց տարիքային սահմանափակման ես հասկացել եմ որ քո ամերիկյան ծրագրերի ընթացքում դե բնական է գեղեցիկ սեռի ներկայացուցիչները գերակշռում են բայց նաև բավականին մեծ տարիքով էլ այսինքն սիրում են քո արվեստը հիմա ուզում եմ հասկանալ այդ ֆանատկեքն է ստիպում որ դու անդ մեջ աշխատես event-ներդ բավականին քիչ չեն սատանյական չի ցերուկից պես ասում են համերգային ծրագրեր բենդով Վարդը ուզում հասկանալ տարին տենց սկսված է թե քո մոտ ինչ վիճակ է դու մենակ ես այդ ամբողջան թե կա պրոդյուսեր որ ասում է Վարդան այսօր էս ենք անելու
Չէ, կա Եղիշեն Սողոմոնյան, ով իմ լավ ընկերն ու իմ պրոդյուսերն է, ու ես իրանից այդ իմաստով այնքան շնորհակալ եմ, որ ինձանից մենակ հասնում է ստեղծագործելը։ Այն մնացած հատվածը անկամ ստեղծագործական իմաստում մեր մոտ հարաբերություններն ու այդ գործունեության տեսակը այնքան անկեղծ ու ճիշտ է, մենք ստեղծագործում ենք, արարում ենք իրար հետ։ Ես անկեղծ եմ ասում, չեմ մտածում, վայ համերգը կդրվի, վայ համերգը կվաճառվի, չի վաճառվի, էս կլինի, այն կլինի։ Վարդան ջան, դու զբաղվի քո գործով, ստեղծագործի, մնացած ամեն ինչը մենք անում ենք, ունենք լավ մեծ ու սիրուն թիմ մեր ընկերների հետ միասին, բայց հիմնականում այդ խեղճ այդ ծանր բեռը իմ ընկերոջ վրա է, Եղիշե Սողոմոնյանի վրա, ու ես իրանց այդ իմաստով անկեղծ եմ ասում, շնորհակալ եմ, որովհետև ինչա պետք ստեղծագործող մարդու համար։ Իրան տալիս են կոմֆորտ, ասում են դու ստեղծագործի, քեզ տեխնիկական հարցերը պետք չի վերաբերվում։ Գնա ստեղծագործի։ Դրա համար հանգիստ միջավայրում հոգեվիճակում անում եմ այն, ինչ որ անում եմ։ Մեծ հոգս է դա։ Հավատա մեծ հոգս է։ Ու ասում են պրոդյուսերն ոչ միայն պետք է խելացի լինեն, կներեք ոչ եթերային խոսքն, որ ասում է նյութը, հա, ունենամ։ Այլև չի քննարկում, այո, նաև պետք է լինի հարուստ, թե հոգով, թե ֆիզիկապես, եւ այսպես շնորհք իմ կարծիքով դուք ամեն բան եք, որ արվեստը նաև բիզնեսի հետ էլ բնականաբար պետք է վաստակել։ Ես պիտի վաստակես, ստեղծագործում ես, որովհետեւ դու այնտեղ պահում ես բենդ, այնտեղ անում ես փորձեր, որովհետեւ ուղակի տենց չի կարա լինի արծրագիրը դրած է, հա, դու ասացիր Զինջան, ասենք կա համերգները շարունակական բնույթակերում, պատկերացրա անընդհատ նույն ծրագրով փորձ արել ենք, հա, չկա մարդը գալիս է մեզ հանդիսատես ունա, որ կրկնվում է։ Ինչ որ տոկոս կա, այդ մարդիկ միշտ ամեն համերգին կան, խի կան, որովհետև փոխվում է ծրագիրը, թարմացվում է, արվում է, անընդհատ, ասենք տենց չի ուղակի դրել ենք, փորձ արել ենք, պատրաստի պրոյեկտը ամեն անգամ գնացինք, դրեցինք, ծախեցինք, եկանք փող աշխատեցինք, չէ։ Դրա մասին չի խոսքը։ Միշտ անում ենք, միշտ փորձեր ենք անում, այսինքն այստեղ ամենաառաջնայինը գաղափարն է։ Ու այդ ինձ որպես արտիստ ժիվո է պահում, կենթանի է պահում։ Ես միշտ գործունեության մեջ եմ, աճում եմ, զարգանում եմ, ամեն համերգին պարտադիր լինում է նոր գործ, թեկուզ ասենք ես ուրիշ արտիստի կամ մեր հին սիրված գործերից ինչ որ մեկը լինում է, ունենում ենք պրեմիերաներ, դրա համար այդ ամեն ինչը շատ ճիշտ ես ասում։ Լավ ես հասկանում, գիտես, այն ամենամինիմալ բանը փորձատեղեր, փորձեր, ժամանակ, գնալ, գալ, այդ ամեն ինչը միանշանակ պահանջում է իրանից ֆինանսներ ու ժամանակ, բայց այդտեղ արդեն գալիս է քո ասած այդ ոնց ասեցիր ոչ եթերային բառը պրոդյուսերական նյութը, ինքը գիտի ոնց է պետք անել, որ այդ պրոյեկտը աշխատի։ Ամեն ամիս գրեթե 40 օրը մեկ ունենալ համերգ ու կարողանալ վաճառել այդ պրոդյուսերական նյութի արդյունքն է։ Ուրեմն ես չէի սխալվում, դա կապ ունի, որովհետև կներեք Թամբալեն մեծամասնություն, մի քիչ հոգնում ենք, մի քիչ էլ գիշերներ որ ավել ենք աշխատում, չգիտես ինչու գերհոգնածություն է սկսվում, իսկ եթե պրոդյուսեր կա, արդեն են որ աշխատանքները տարվում է, հարգանքներս Եղիշեին։ Հիմա մենք ունենք նաև նոր գործ, որ պետք է պրեմիեր անենք։ Պատմիր։ Ու էլի, այսպես է կոչվում ստեղծագործությունը, իրականում ինքը պորտուգալական երգ է, Agora, այդպես է կոչվում ստեղծագործությունը։ Շատ ֆանտաստիկ գործ է ըստ ինձ, իրենց օրիգինալ տարբերակը։ Մենք տենց մի օր ընկերական զրույցի արդյունքում այդ երգը բավականին շատ սիրում ենք երկուսս էլ, ասենք, արի անենք։ Ես եւ Եղիշեն եկանք այդ որոշմանը, որ անենք։ Ու արդեն դե գնաց քննարկման փուլը, տեքստը առաջարկվեց Հարութին Տիզյան, շատ շնորհակալ եմ, ըստ իս շատ սիրուն ու հետաքրքիր տեքստ է գրել։ Գարիկը Շարոյան իմ համար շատ գեղեցիկ գործիքավորում է արել, մեր Հայկոն, մեր լավ ընկերը արել է ձայնագրությունը մեր ստուդիոյում, այո, ապրի մեր տղան, Ջորջ արել է միքս եւ մաստերինգ, դե Եղիշեն Սողոմոնյան, ինչպես միշտ նկարել է տեսալովակը, այս իրան եմ ուզում ասեմ, շնորհակալություն։ Իմ համար այնքան էսթետիկ ու սիրուն է ստացվել տեսալովակը, այս որպես ընկեր կամ որպես պրոդյուսեր չեմ ասում շնորհակալություն, այլ որպես մարդ, ով ստեղծում է, իր ստեղծածի համար եմ ասում շնորհակալություն, ով ինձ տենց սիրուն ու հետաքրքիր ներկայացրել է։
Կարծում եմ սիրուն բան ենք ստացել, չգիտեմ, ինձ ամեն դեպքում սենց ասեմ, որ քեզ ուզենայի ցույց տալ, չի ամաչի, ասենք, իմ արած աշխատանքից ամեն դեպքում։ Հասկացա։ Հետաքրքիր է արկելի։ Դե ուրեմն այսքան խոսալուց հետո կազմակերպենք պրեմիերան։ Շատ լավ, այնպես որ 21 TV-ի եթերում տոնը շնորհավոր Ձինայդ նախագծի շրջանակում եւս մի հաճելի ստեղծագործություն գործ երգ տեսահոլովակ, որի արդեն կերպարը այստեղ նստած է Վարդան Խաչատրյան հատուկ ձեզ համար վերադառնում ենք տաղավար։ Նեղացել է ինձանից ու թողել նամակ Սերը իմ դարձել էր քեզ համար վանդակ Թվում էր ինձ թե խաղ էր հիմար կատակ Բայց դարձավ իմ սրտին նապտակ Էլի սուրճի քանակը խառնում է սրտի զարկը Անցնում է ժամանակը թրջում Արդեն Աղաչում եմ սիրտս հետ դուր մի տանի Համարը քո հավաքում եմ ես էլի Ջնջում էլի ու էլի Արդեն մի տարի Աղաչում եմ սիրտս հետ դուր մի տանի Համարը քո հավաքում եմ ես էլի Ջնջում էլի Անիմաստ ու անտեղի Սիրտը իմ սպասում է դեր Ամպույրի նման դեղի Հովացնում է քեզ նման Դիմանալ էլ անհնար է Հենց կարոտի Էլի սուրճի քանակը Խառնում է սրտի զարկը Հանցում է ժամանակը Թրջում Արդեն Աղաչում եմ սիրտս հետ դուր մի տանի Համարը քո հավաքում եմ ես էլի Ջնջում էլի ու էլի Ու արդեն մի տարի Աղաչում եմ սիրտս հետ դուր մի տանի Համարը քո հավաքում եմ ես էլի Ջնջում էլի Արդեն մի տարի Աղաչում եմ սիրտս հետ դուր մի տանի Համարը քո հավաքում եմ ես էլի Ջնջում էլի ու էլի Ու արդեն մի տարի Աղաչում եմ սիրտս հետ դուր մի տանի Համարը քո հավաքում եմ ես էլի Ջնջում էլի ու էլի Դե ինչ նոր տեսահոլովակի ծնունդ 21 TV եթերում տոնը շնորհավոր Ձինայդ նախագծի շրջանակներում Վարդան Խաչատրյանը երգում ինչպես միշտ ինքնատիպ յուրահատուկ տարբերակով ես խոստանում եմ որ այս տեսահոլովակը բազմիցս կարող եք դիտել հենց մեր ծրագրի շրջանակներում որովհետև ոնց հասկացել եմ մեր հեռուստադիտողների մեծամասնությունը դարձել են ինչ-որ ռոմանտիկ սրտակերներ եւ առավելևս Վարդանի ֆանատները քիչ չեն որ գրում են նկար ուղարկում են ասում են Ձինա ջան ինքը նորություն ունի այսինքն մեզ մոտ հեռուստադիտողները Վարդան ջան այնպես են դարձել որ ինձ հիշեցնում են եթե մենք Facebook-յան էջում ուզում ենք տենց թեթև քննարկում դնել անուններ ենք դնում նկարներ ում կցանկանաք տեսնել մենք քոնը չենք հասցնում Վարդան աղջիկները նկարում ուղարկում են Ձինա ջան դու գիտես Վարդանը նորություն ունի այնպես որ ծիտիկները մեզ ավելի շուտ են հասցնում ձեր նորությունները քան բնականաբար դուք ինքներդ Ես ասում եմ մերսի այո շնորհավորում եմ քեզ ես սիրում եմ այս ոճը որովհետև գոնե երգ չի ոչ միայն ձայն ենք լսում, այլ տեսքն ենք տեսնում, էլի։ Մի տեսակ չգիտեմ, մեծացել եմ, ինչ եմ օրել, բայց ինձ թվում է
Ձեզ հենց ասենք դու, հա, քեզ ոչ մի բան պետք չի։ Դու կարող ես ուղակի նստել անկյունում, մի հատ լույսի տակ, հա, արդեն ռետրո խոսափողներից լինի ու երգես։ Որովհետև իմ կարծիքով շատ դեպքերում երգիչներ կան, որ այն այս տեսալովակները սցենարային նկարում են նման, որ երգի անորակությունը փակեն։ Կներեք, տենց լիք ունենք։ Ասա որ ճիշտ եմ։ Չեմ գիտեմ չես ասի։ Չեմ ուզի որակավորումներ տամ։ Չգիտեմ, էլի կգամ այդ միշտ մեր խոսակցությունների մեջ թե առօրյա թե եթերներում երբ էլ խոսացել ենք, մենք ամեն ինչ անկեղծ անում ենք, ինչ ենք զգում այդ երգի վրա։ Ինչ ենք ուզում ներկայացնել։ Անկեղծ կան դեպքեր, անգամ եթե ունես ֆինանսը, ունես բյուջեն, փառք Աստծո կա հնարավորությունը, հա, այդ տեսալովակը նկարելու, բայց բաներ կա պետք չի ըստ ինձ ուռճացնել, որովհետև ինքը շեղում է։ Այո, շեղում է։ Բաներ կա, որ ուղակի պիտի չանես, ուղակի պիտի անես մինիմալի, որ հասկանանք վատ երգ է։ Դեզի մինիմալի։ Մի ասա, ես կասեմ։ Ես ասեցի կոտա։ Ամեն մարդ անում է այն Այո։ ինչ որ կարողանում է, այդ կարող է իմ ու քո համար է տենց, բայց ըստ իր պատկերացումների ինքը անում է լավ բան։ Դե ամենայն դեպս լսարանի մի մասնիկն էլ ես եմ, ոչ երկողը, ոչ Միգուցե այլ կարող մարդը իմ արածի մասին այդ կարծիքն ունի։ Չեմ կարծում։ Հասարակը հիմա ավելի շատ նորմայի մեջ է։ Այդ մինիմալիստական բաները հետ է գալի, առհասարակ յուրաքանչյուր ոլորտում հետ է գալի, ես անկեղծ շատ ուրախ եմ։ Ես էլ ասեմ իմանաս, որ բյութի ինդուստրիայում էլ նատուրալը, այդ ամեն ինչը վերականգնվել է, հետ է եկել, էլի։ Դե լավ, այդ թողնենք կողք։ Հիմա ինձ եւս մեկ հարց հետաքրում, հետո անցնենք արդեն մեր ֆորմատին, այսպես ասած։ Բենդով դու հանդես ես գալիս, երգում ես նաև երգեր, որոնք cover տարբերակով է, պաշտում եմ այդ թեման ընդհանրապես։ Ես սիրում եմ օրինակ լսել լավ 6-8-ը, օրինակ լավ 6-8 այն, որ գիտենք 6-8 են, որ լավ պետք է շախանենք քո կատարմամբ, որտեղ դու մի տեսակ շեղում ես այդ 6-8-ը։ Հիմա ուզում հասկանալ նոր ծրագիր ապագայում, երբ ունենք, օրինակ ուզում է Հակոբովնան իր Սոնյա Դիլանյանին, ոչ բանին հրավիրի քո համերգին, երբ ունենք, որ ես իմ Սոնյային հրավիրեմ։ Մայիսի 17-ին ունենք համերգ առաջիկայում, շաբաթ օրն, հա, հաջորդ համերգը Հինանի Music Hall-ում։ Այո։ Հայ, այդ 6-8-ը չեմ պատկերացնում, որ կլսեք, բայց մենք մեր համերգը առասարակ սենց է, երկու սեթի է բաժանված, առաջինը ստեղծագործությունները, որոնց մասին լսելուց պիտի մտածես ինչ-որ բաների մասին, իսկ երկրորդ հատվածում համերգային թուլանում ենք և կյանքից ուղղակի հաճույք ենք ստանում։ Մեր ոճի մեջ, մեր ռիթմերի մեջ, ինչ-որ հետաքրքիր 17-ը շաբաթ օր է։ 17-ը շաբաթ Հիանալի օր է։ Սոնյա Դիլանյան, պատրաստվեք, դուք հրավիրված եք Վարդանի մենահամերգին մինի։ Ձեր հրավիրատոմսը պահված է։ Վերջացավ, ինչ հաճելի է։ Շատ լավ, այդ հարցն էլ լուծվեց։ Բենդի մասին եմ ուզում նաև խոսենք։ Տղաները անփոփոխ են։ Թե լինում որ մեկ գործարանում։ Զինջան 3 տարի է մոտավորապես այդ գործունեությունը, որ անում եմ, վերջին սաստավը, որ արել ենք, մնացել է, ես անկեղծ եմ ասում, այնքան լավ ու աուրա կա մեր ստեղծագործական թիմում, այդ գալիս է առաջնահերթ մի հատ շատ կարևոր մարդուց, իմ մայստրոյից Արտուր Հակոբյանից, իմ համար շատ մեծ պատիվ է, որ ես հենց իր հետ եմ աշխատում, անկեղծ եմ ասում, այնքան երաժշտություն կա իր մեջ, այնքան ու մեզ բոլորից մնացածս ավելի երիտասարդ երաժիշտներ ենք, հա, ես որպես երգիչ ու տղեկը ավելի բոլորս ավելի երիտասարդ ենք, բայց այս բացի ըստ իս էլի այս գործունեությունը ինչ որ անում ենք, նաև դպրոց է մեր համար, որովհետև Արտուր Հակոբյան մարդու ամբողջ երաժշտությունը, որ տարիների ընթացքում այդ մարդու մեջ եղել է, ներադրվում իմ ծրագիր, ներադրվում իմ համերգային ծրագիր ու մեզանից էներգիայով է, մեզանից եռանդով է։ Մայստրո ջան, ես մի բան անենք, մայստրո ջան պլեյբեքերը սարքենք, մայստրո ջան ցիֆրովկեքը սենց անենք, անենք ու տալիս է, շատ երաժշտություն է տալիս մեզ։ Այդ մարդու մեջ լիքը երաժշտություն կա ու իմ ընկերներին, տղեկին, բոլորին Կարենին, Տիգրանին, Հրագին, Հրագը օրինակ մեր հարվածային գործիքների վրայով նվագում է 16 տարեկանից Հրագը միշտ եղել է մեր հետ 16 տարեկան եղել Հրագը, երբ որ մենք սկսել ենք մեր համերգային գործունեությունը Հրագի պարագայում անփոփոխ եղել, այս պարագայում մնացածը մայստրոյի առաջի ծրագրում էլի տենց համագործակցել ենք, բայց հետո վերջի մի տարին արդեն որոշեցինք, որ վերջնական միասին ենք ձևավորված թիմ արեցինք, միայն Հրագն ա եղել, որ այդ
3 տարիների ընթացքում միասին ենք եղել։ Տիգրանը եւ Կարենը ժամանակի ընթացքում են համալրել մեր շարքերը։ Մի խոսքով իրանցից անչափ շնորհակալ եմ։ Գիտես, Ձին, այնքան կարևոր է, որ թիմը թե ստեղծագործում է։ Ես օրինակ մի քիչ տենց փորձերի իմաստով, դες հիմնական փորձերը օրինակ լինում են 2 ժամ, մենք անում ենք 4 ժամ փորձ։ Ու իրանցից այդ իմաստով շատ շնորհակալ եմ, որ գալիս են, անում են։ Մի հատ փնփնթոց չկա, բոլորն էլ այսօր այս խառը իրավիճակում ծանր գրաֆիկում տարբեր գործերի են անում, հա, մենակ բնականաբար իմ ծրագիրը չի, բայց մի հատ հոգնածություն, վայ փորձերը շատ է, այս ու իրանց դրա համար ես շատ շնորհակալ եմ, որովհետև կա ստեղծագործական վիճակ է, իսկ երբ որ հետի ստեղծագործող մարդը գասի, դե լավ ու շատ սա հոգնած է, վայ դե փորձեր, վայ կնվագենք, վայ կնվագենք, տենց չի լինում, էլի, տենց ուղղակի։ Հա, համերգա կարա պրոմոխ լինի, բնականաբար 2-2.5 ժամ կենթանի նվագվում, հա, ես էլ կարամ ինչ որ փոքր բաներ անեմ, իրանք էլ կարան դրա մասին չէ, ու այդ մենք իրար երբեք ասենք ինչ որ այդ քիքսը երբեք մեր մեջ չի դառնա խնդիր, որովհետև դու արդեն գիտես այդ թիմը ամեն ինչ արել է, որ այդ օրը իդեալական անցնի։ Իսկ մնացած հարցերում կարա հազարատ տեխնիկական խնդիր լինի, որ ես չգիտեմ։ Որտոնոց կետ փալմա թիմից խոսում ես ամենայնպես։ Հա, ես միշտ ուրախանում եմ իմ թիմով։ Դե ուրեմն մեզ լսում է հիմա Հայաստանի Հանրապետությունը, Վարդան ջան, դու արդեն դրա մասին գիտես։ Ես ուզում եմ, որ դու բենդով լինես ինձ մոտ տաղավարում, ես քեզ էլի եմ առաջարկել։ Եվ չեմ ասում 2 ժամ, 2 սեթ, բայց գոնե միջ 8 երգ շատ հաճելի կլիներ, որ ինձ մոտ բենդով դուք տենց Մենք ինչ ուզենք կանենք։ Շատ լավ, ես Եղիշեին եմ դիմում, Եղիշ ջան, խնդրում եմ, դեր այն որ սփյուռքը schedule-ի մեջ նայեք, որոնն եք կարողանում, ինձ տեղյակ պահեք, ես մեծ իրով հրավիրում եմ։ Ասեմ, շատ ճիշտ ուղղություն ես ընտրել ու շատ ճիշտ տեղ ես դիմում։ Իրան պետք է ասեմ, թե ինքը որոշող է։ Ես վստահ եմ, որ դուք մի օր կգտնեք, միջև այսպես ասած ամառային արձակուրդները, գիտեմ շատ առիթներ կան, ինձ մոտ տաղավարում լինեք, լավ։ Պայմանավորվեցինք։ Շատ լավ։ Իսկ վերջում վար դու պատրաստ ես իմ բլից հարցերին։ Արագ։ Այո, առանց մտածելու։ Սև թե սպիտակ։ Սպիտակ։ Դառը թե քաղցր։ Դառը։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Կոկտեյլ թե կոնյակ։ Կոնյակ։ Փող թե սեր։ Սեր։ Լավելի, փողելի։ Քաղաք թե գյուղ։ Երկուսն էլ լավ կարող ես։ Չեմ կա, ես երկու միջավայրում եմ։ Հասկացա։ Ֆիլմ թե ներկայացում։ Ներկայացում։ Հոկեբանի թե ընկերոջ մոտ։ Ընկերոջ մոտ։ Ամառ թե ձմեռ։ Ամառ։ Ոսկի թե արծաթ։ Ոսկի։ Նախընտրած կենաց։ Սիրեք ու արգեք իրար։ Ապրես։ Հայկական թե այլ խոհանոց։ Հայկական։ Շատ լավ։ Աստծուց շատ խնդրում ես, թե շնորհակալ ես լինում։ Շնորհակալ եմ միշտ ու շատ։ Եթե չլինի կինն ու գինին, ինչ կլինի։ Անհետաքրքիր։ Ոչ մի բան էլ չի լինի։ TV թե հեռախոս։ Չեմ հասկացել ձին։ TV թե հեռախոս, ո՞րն ես նախընտրում։ Հա, հեռախոս TV է, եմ ասում նայում ուրեմն։ Շատ լավ, ես վերջի հարցին երկար չես մտածում, նախընտրած հեռուստահաղորդավարուհի։ Զինա Հակոբովնա։ Էլի իմս։ Շատ լավ, իսկ ես արդեն հանրության առաջ խոստացա, որ Վարդանը իր թիմակիցներով կլինի ինձ մոտ տաղավարում, ինչի ոչ, ես մեծագույն սիրով նաև պրոդյուսերի հետ կշփվեմ եւ կհրավիրեմ ինձ մոտ տաղավար, որովհետեւ կան հարց-պատասխաններ, որ այսպես ասած միայն կարող է տալ շեֆությունը, ինչպես սիրում ենք ասել։ Տեսնեմ ինչ թողեք ես ստեղծագործեմ, դուք ձեր հարց-պատասխանները։ Այո, որ ասած տեսեք ինչքանով է գո կամ դժգո, որտեվ ես շատ պրոդյուսերների գիտեմ, որ աշխատում են, ամեն ինչ լավ է, մենք միշտ լավն ենք տեսնում, բայց ասում ձին մինչև առավոտ քնից արթնացնում եմ, ասում եմ մենք այսօր զապիս ունենք, այդ արդեն բավական է, բայց էդ էլ է իրանց վրա ամենայն դեպս։ Ես շնորհակալ եմ քեզ, ապրես։ Շնորհակալ ձին ջան, ապրես, քո լավ ու սիրուն հաղորդումն էլ թող միշտ երկար ճանապարհ ընթացք ունենա, մենք եկանք ստեղծագործենք, կիսվենք, շփվենք, չգիտեմ, լավ է էլի։ Արձագանքիր, սրանից հետո ծիտիկներից խաբար չտամ, որ դու նոր գործ։ Բարի, պայմանավորված։ Շնորհակալ եմ շատ։ Դե ինչ միջև ձեզ հետ իմ շատ սիրելի Վարդան Խաչատրյանն եւ ձեր Ձինա Հակոբովնան կհանդիպենք բարին ձեզ։ Քո անունը գույն ունի Կիսալուսնի նման
Համբուրում ես ինձ հոգից ու ես չկա Հոգին էր սիրտ ունի բոլորի նման Մեր սիրուն իսկականից չկա նման Երանի լինեմ ես մի թրջում Դու կապույտ երգիկ Սավառնեմ ես էլ հենց քո գրկում Իմ կյանքի գաղտնիք Երանի քո սիրտը դառնացող Ինձ ով սրտի պես Ինչքան որ ծնվեմ Սիրելու եմ քեզ Երանի լինեմ ես մի թրջում Դու կապույտ երգիկ Սավառնեմ ես էլ հենց քո գրկում Իմ կյանքի գաղտնիք Երանի քո սիրտը դառնացող Ինձ ով սրտի պես Ինչքան որ ծնվեմ Սիրելու եմ քեզ Սիրտս դու հենց փրկեցիր Ցավը իմ տարար Ու գիշերս լուսացրի Արևս դարձար Եթե սերը մեր կյանքից Մի վարկյան գնա Էլ իմաստ մեզ ապրելու Գուցե չմնա Երանի լինեմ ես մի թրջում Դու կապույտ երգիկ Սավառնեմ ես էլ հենց քո գրկում Իմ կյանքի գաղտնիք Երանի քո սիրտը դառնացող Ինձ ով սրտի պես Ինչքան որ ծնվեմ Սիրելու եմ քեզ Սելա լե լա լե լա լե լա լե Ստելա լե 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 Ստելա լե լա լե լա լե 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 Ստելա լե 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 Երանի քո սիրտը դառնացող Ինձ ով սրտի պես Ինչքան որ ծնվեմ Սիրելու եմ քեզ Երանի լինեմ ես մի թրջում Դու կապույտ երգիկ Սավառնեմ ես էլ հենց քո գրկում Իմ կյանքի գաղտնիք Երանի քո սիրտը դառնացող Ինձ ով սրտի պես Ինչքան որ ծնվեմ Սիրելու եմ քեզ